Հիմա կգանք ասեն հետ արի։ Պարոն Սիմոնյան, մի հատ անցնենք այսօրվա օրակարգին impeachment-ի, դա ինչքան եք ռեալ համարում մեկ եւ երկրորդ արտահերթ ընտրություններ հնարավոր են, որովհետեւ եթե նայենք դրա կողմի, դա ձեզ է ձեռնվա արտահերթ որովհետեւ դուք եք պատրաստ հիմա մենք որևիցե ինչ ասեմ քննարկում նույնիսկ չենք ունենում այս լսումների հետ կապված լսումները ընդ լսումներ անեն ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը որը որ փողոցում է կրկնել վերջի 4-5 տարվա ընթացքում թող մի հատ էլ ստեղ կրկնի երկրորդ ընտրությունները արտահերթ դրա կարիքը չենք տեսնում այո այսօր առաջին անգամ եմ ես այսօր ի դեպ լսել բանախոսներից մեկից որ իրանք առաջարկում են ընտրություն պատկերացնում եք 4.5 տարի է անցել ընտրությունների մնացել է մոտավորապես 8 ամիս Աբրահամյանը մոտավորապես 8 ամիս է մնացել 4.5 տարի առաջին անգամ մենք լսում ենք որ ընդդիմությունը ասում է արտահերթ ընտրություններ դուք հասկանում եք ընդդիմության որտեվ իրանք պատրաստ չեն մի քանի բանի պատճառով պատրաստ չեն առաջին իրանք գիտեն որ իրանք չեն ընտրվելու այնուամենայնիվ բոլոր ընդդիմադիրները այսօր մենակ հանրապետականն է հայտարարել որ արտահերթ ընտրություն մեզ մնացած որ նույնիսկ այսօր հանրապետականը չի ասում Աբրահամյանը առաջին անգամ տենց լղոզված ինչ-որ բան հնչեցրեց որովհետև իրանք պատրաստ չեն երկրորդը իրանք գիտեն որ իրանք պարտվելու են չէ՞ հիշում են հայտնի արտահայտությունները այն բանի մասին որ ընտրությունը պետք է իրանք չկազմակերպեն բայց միևնույն ժամանակ այսօր Իշխան Սաղաթելյանը ասում է դե հա ընդունում ենք որ իշխանությունը այսօր լեգիտիմ է 2021 թվականին երբ որ կյանքի եւ մահի հարց էր պատերազմից 6 ամիս էր անցել իշխանությունը ընտրություն կազմակերպեց եւ ընտրությունները ինքը այսօր արդեն նաեւ հրապարակայինորեն ընդունում է որ լեգիտիմ է իշխանությունը իրանք ինչ ընտրություն իրանք եկել ասել են եկեք Վազգեն Մանուկյանին տանք հետո եկեք կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյանին տանք հետո կորոշեն իրանք ընտրությունների պատրաստ չեն մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների բայց դրա կարիքը աճ կա երկրորդը մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է եւ դա արդար այդ ընտրությունները տեսեք դուք շատ հետաքրքիր բան եք ասում եք դուք պատրաստ եք իրանք պատրաստ չեն ձեզ ձեռ տալի այդ ընտրությունները պետքա ձեռ տալ ժողովրդին այսինքն մենք միշտ անկեղծ ենք եղել եւ ես չեմ պատրաստվում ժողովրդին խաբեմ ասեմ որ ես ինձ հիմա լավ է դրա համար ես հիմա գնում եմ ընտրություն ինչ եմ դնում անունը որ ասեմ ես հիմա գնում եմ արտահերթ ընտրություն որտեվ ես ուզում եմ շուտ վերընտրվեմ քանի ընդդիմությունը պատրաստ չի չէ դա ազնիվ չի մեր ժողովրդի նկատմամբ այդ ընտրությունը կլիներ ոչ թե երկրի ոչ թե ժողովրդի մասին, այլ քաղաքացիական պայմանագրի մասին։ Իսկ մեր ժողովուրդը այնքան խելացի է, այնքան գտիծակով է, կոլեկտիվ իմաստությունը մեր ժողովրդի բարձր է, մենք դա ընդհակառակը կարող է շատ վատ տվյալներ գրանցել։ Բայց տեսեք դուք ասում եք որ մեղադրանքների մասին ինչ ասորակարգի այսօրվա օրակարգի իմաստը բազմաթիվ մեղադրանքներ գիտեք ինչ, անգործությունը նույնպես ինչ որ գործ է։ Հիմա իրանք զբաղված են ինչով։ Երկու կարմիր գծով թել է անցնում այս խոսակցության մեջ։ Առաջինը իրար մեղադրում են գոյություն չունի, այսինքն ոչ այն մեկի ձենն է հերիքում մեզ impeachment-ը, ոչ այն մեկին է, վայ, տեսա ես, նայել եմ, սխալ գիտես, ոչ այն մեկին ձենն է հերիքում, ոչ այն մեկի ձենն է հերիքում, հիմա լավ էլի խնդրում եմ, լավ էլի խնդրում եմ, բայց ասում եք, որ 5 տարվա մանդատ է տվել ժողովուրդը, բայց կառավարության ծրագիրը ըստ էության, ինչը որ գրած է 5 տարի առաջ, չի իրականացել այս կառավարությունը եւ ընդդիմության գլխավոր մեղադրանքը դա է, որ ըստ էության կառավարությունը եթե չի կատարել իր ծրագիրը, պետք է հրաժարական տա։ Այստեղ խնդիրը հենց դրանում է։ Շատ բարի, նախ եւ առաջ աշխարհում գոյություն չունի, որևիցե կառավարություն աշխարհում գոյություն չունի, որևիցե կառավարություն, որ 100%-ով մաթեմատիկական ճշմարտությամբ կատարում է բոլոր այն բաները, որոնք որ գրված են կառավարության ծրագրի մեջ, որտեղ իրողությունները փոփոխական են։ Միայն նախ մի հատ կարծիքի մասին խոսեմ, էլի չեմ խոսում փաստաթղթի մասին, չեմ խոսում սկզբունքների մասին։ Նախ բոլորին եմ ասում, միայն հիմար մարդը իր կարծիքը չի փոխում, երբ որ իրողությունները փոխվում են։ Միայն հիմար մարդը մեր երկրում վերջին 5 տարվա ընթացքում 2021 թվականից հետո տեղի են ունեցել Ղարաբաղյան դեպքերը, հայերի դուրս հանումը Ղարաբաղից 2023, 2022, 2021 թվականի ռազմական այդ իրողությունները Հայաստանի Հանրապետության քաղաքականության եւ բյուջեի կատարողականի վրա ազդեցություն
ունենում է, թե չի ունենում։ Կամ լավ, չենք կատարել, բայց լինում է չէ դեպքեր, երբ որ ասում ես օրինակ պայմանական 7%-ային աճ կունենաս, բայց 8 ես տալիս։ Այդ տրամաբանության պետք է անդիմությունը գա, ասի մի տարի եկեք ավելացնենք մեր իշխանության։ Առանցքային հարցերում եք ձախողել բարձր։ Հասկանալ է, իսկ իրանք իրանց առանցքային հարցում ձախողել են, թե հաջողել են։ Իրենք իշխանություն չեն, դուք Չէ, իրանք իշխանություն են, այ հենց խնդրեմը է դա, ներողություն, հենց խնդրեմը է, որ իրանք մտածում են, որ իրանք իշխանություն չեն, դուք էլ դա կրկնում եք։ Ընդդիմությունը պաշտպանից հրաժարական կա։ Չէ, բայց այ շատ շնորհակալ եմ Լուսինե ջան, բայց իրականում ինչ են անում։ Իրանք ունեն փոխնախագահի պաշտոն, որպեսզի իրար ունեն փոխնախագահ դաթորը դատարկա, իրանք ունեն հանձնաժողովների նախագահների պաշտոն, իրանք ունեն պատվիրակություններում մասնակցության տեղ, իրանք ունեն падգամավորական գործունեության իրավունք։ Մենակ չեն օգտվում։ Պետք է անկեղծանալ, հիմա չեն օգտվում, հա։ Նախագծերը, օրենքները։ Երկրի Մեծ բան ասեմ ձեզ։ Մեծ բան ասեմ ձեզ։ Եկեք ով ասեց իրական չի։ Շատ ձեզ թվում է, որ մի հատ հարց տամ, այ էսենց էս բոլոր ձեր հարցին ի պատասխան։ Եկեք մի հատ այնց իրականություն պատկերացնենք, որ իրանք 60%-ով իշխանություն են, քաղաքացիական պայմանագիրը ես Նիկոլ Փաշինյանը եւ մնացած 40%-անոց ընդդիմություն ենք ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Մենք իշխանություն չէինք կլինի։ Մենք 6 ամիս հետո իշխանություն իրանց ձեռից կվերցնենք։ 6 ամիս հետո։ Չէ։ Անի ջան, բարև ձեզ։ Ես ձեր հարցերին չեմ պատասխանել։ Որտեվ դուք անձնական դաշտ եք մտել, ես ձեզ չեմ ցույցել։ Ես ձեր հարցերին չեմ պատասխանել։ Շնորհակալ եմ։ Այլ հարցեր կան։ Դրա մասին չեմ խոսալու, արդեն խոսացել եմ։ Արդեն խոսել եմ, դրա մասին կխոսեք, հա։ Արդեն կհարցնեմ։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը մասնավորապես ամսի 8-ի համաձայնագրից հետո եւ այն քայլերից հետո, որոնք արվում են եւ արվելու են միջև ընտրություններ, եթե առաջ մտածում է 51-ը հաստատ կլինի, ես հիմա վստահ եմ, որ մենք շատ ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 2021 թվականի ընտրություններին կարող ենք նույնիսկ դրա հետ կապված մարժ գանք։ Ձեր հետ, այլ հարցեր կան, շնորհակալություն։ Դահլիճում ասեիք, ես լսումների ժամանակ ու եթերով ամբողջ ժողովուրդը կլսեր։ Սաստանած լսում եմ։ Բայց ու եթերում եթե հրավիրված չեմ, նախ։ Երկրորդը Ես մի կողմից էլի։ օրակարգը ես չեմ սատարում օրակարգին, ես ինչի պետք է մասնակցեմ մի բանի։ Հենա վերևից նայեցի։ ձեր դիրքորոշումը հայտնի է, ժողովուրդն էլ իմանար։ Չէ, Չեք փոխանցելու սա։ Դավիթ եմ ասում, ես հրավիրված չեմ, եւ այն հերնակիրը, որը ասում է այս լսումները, ես չեմ լսում։ Չի ես պետք է գնամ դրան մասնակցել։ Որ մենք նույնիսկ ժամանակը մի քիչ բաց ենք թողել։ Մենք պետք է հեղափոխությունից հետո անենք։ Նաև Անի ջան, չեմ պատասխանում, մի բղավի մարշին։ Չէ, Անի ուզում ես հարցազրույց, հեսա ես կգնամ, Անի ջան, հեսա ես կգնամ, Անի ջան, դու հրաժարական տալու ես դրա համար։ Անի ջան, լավ էլի խնդրում, մի բղավի էլի խնդրում եմ էլի։ Եկեք այդանք ներքև, ես չեմ պատասխանել քո հարցին։ Ամենաթողությունը ձեր քաղաքականության հետևանքն Երկրորդ հանրապետությունը լուծարվել է, առաջին հանրապետությունը իրավական ինչ գնահատական եք տալիս, որը չեմ կարողանում հասկանամ ինչ մեկնաբանություն։ առաջինից հետո մի րոպե, հա, նորից չեմ լսում։ Լավ էլի ֆայլը դեռ չսա։ Ես չեմ պատասխանել։ Անի ջան, մի րոպե լսի։ Անի, ուշադիր։ Անի, մի րոպե լսի։ Անի ջան, քեզ էլ պաշտպան, մի րոպե լսի։ Չեմ պատասխանել։
Ձեր հարցին կպատասխան, անի հարցին չեմ պատասխան։ Ձեր իշխան ես կամ այդ արդին հատիացը պատասխան։ Մի րոպե, ստոպ։ Մի րոպե սուս մնա։ Ինչի՞ sense աժոտար սկսել։ Մի րոպե, ասում եմ չեմ պատասխան, իմ իրավունքն է։ Դու իրավունք ունես։ Այո, խտրական այո, քո նկատմամբ այս այլևս խտրատեն, չեմ ուզում։ Որտեղ բղավում ես։ Բղավում ես, չեմ ուզում, չեմ անի, դու քանի անգամից ես հասկանում, չեմ պատասխանում։ Լավ, շնորհակալություն։ Գավարտեն գնանք։ Քանի դիգակ կպատասխանեմ դրա։ Քանի անից տեղա գնահատական էթիկան բախվում է։ Դու գնաց խորհրդարանի նախագահի էթիկայի մեջ եք։ Խորհրդարանի նախագահի էթիկայի մեջ Ես չեմ պատասխանել ուղղված կարամ եմ Թողա նարեկը տա այդ հարցը, կարին են տա, քո հարցերին չեմ պատասխան, քո այսօրվա նյութը լինելու է նրա մասին, որ ես քո հարցերին չեմ պատասխանելու, այլ նյութ դու չես ունենալու ինձնից այլևս, ուղիղ եթերդ լինելու է նրա մասին, որ ես քո նյութերին չեմ պատասխանելու, այլ հարցի դու չես տանում, մի 80 անգամ էլ հարցրա, մի հատ էլ հարցրա, Պարոն Սիմոնյան, բայց անի սուս կմնա։ Փաստորեն պետք է շահագրական հրապարակում անեմ Տելեգրամին, հա։ Դա քեզ չի վերաբերվում։ Պատասխանի հարց ա տալիս։ կպատասխանեմ։ Պարոն Սիմոնյան, Փարաքարում արյունալի դեպքեր տեղի ունեցան եւ առասարակ ձեր իշխանության օրոք քննադատում է, որ ձեր իշխանությունը ասում է մահի զոհերի արյան հետ։ Սուտ են ասում։ Հազարավոր զոհեր եւ նաեւ Սխալ են ասում։ Այն բանը, որ Ժորժ ես չեմ լսում իմ ձենը։ Ես Վահագեն կոմար, դուրս։ Նախ եւ առաջ բոլոր երկրներում տեղի են ունենում տարբեր իրավաբան դեպքեր, որոնք որ նաեւ առնչվում են քաղաքական գործիչներում։ ԱՄՆ-ում վերջերս այդպես դեպք տեղի ունեցավ բոլոր երկրներում։ Այլ հարցը, արդյոք դա քաղաքական ենթատեքստ ունենում է, թե չի ունենում, արդյոք իշխանությունները դրա հետ որևէ կապ ունենում են, թե չի ունենում, վերջացնենք։ Այո, անկախ նրանից թե ունենք թե ոչ, այո, դա պատասխանատվության աստիճան է ենթադրում, եւ այո, իրավապահները պետք է սրա հետ կապված հետևություններ անեն եւ այն աշխատանքը, որը որ կատարվել է, որ առնվազն կանխվի նման դեպքը, որովհետեւ որքանով որ ես գիտեմ, չեմ ուզում պնդեմ, պարզ է, որ դա միջ անձնային հարաբերությունների հետ կապված է եղել, այսինքն դա կապված չի քաղաքական դիրքորոշման հետ։ Ես որքան լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա նաև այսօր մեդիահաբը, եթե չեմ սխալվում, գրել էր, որ ինչ որ չգիտեմ ճիշտ է թե ճիշտ չի, ինչ որ մարդա ձերբակալվել եւ այլ։ Այլ հարց է, երբ որ դուք ինչ որ հարց տակ իշխանության ներկայացուցին դրա հետ կապված այդ արյունի հետ կապված Ինչա ձեր իշխանության կողմից իրավապահ համակարգի թերանալու մասով լարված մթնոլորտի ես արդեն ասացի հարգելիս վերջացնեմ էլի խոսքը ապօրինի զենքի շրջանառություն վերջացնեմ էլի այո խնդիրներ կան այո իրավապահները պետք է հետևություն անեն եւ այո դա խնդիր է եւ դա այն ինչ որ տեղի է ունեցել կատեգորիկ վատ բան է բացասական բան է դա մի դուռ է որը որ բացել եւ նույնիսկ այդ դրանը մոտենալ չի կարելի ոչ մեկ դրա իրավունքը չունի շատ ցավում եմ եւս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին եւ համարում եմ որ մեր իրավապահները պետք է ժամանակ ունեն եւ պետք է առնվազն շատ արագ բացահայտեն ու կրկնում եմ մի խոսացեք արյան մասին եւ այլ մեր երկրում ասում եմ նույնիսկ մարդիկ ովքեր որ ամենավերջի վիրավորակները երկրի ղեկավարի իմ նկատմամբ մնացածի նկատմամբ ասում են նույնիսկ ծեծ չեն ուտում Այն ինչ մնաց ինչ որ ինչ դա ազգային դա բոլոր ազգային ժողովներում դա բոլոր ազգային ժողովներում քաղաքական process-ների ընթացքում լինում է դու գիտես որ
ազգային ժողովի դահլիճում ես հայց եմ ներկայացրել падգամավորներից մեկի նկատմամբ ազգային ժողովի նիստերի դահլիճում իմ հասցեին հնչեցված վիրավորանքի զրպարտության մասին դատարանը ինձ մերժել է մարդ ենք սպանում։ Պետք է ոստիկանությունը հետևություններ անի, թե պաշտոնանկություններ։ Ես դրա իրավունքը չունեմ, ես դրա իրավունքը չունեմ նման բան ասեմ։ Ես դրա իրավունքը չունեմ, դա դրանով պետք է զբաղվի կառավարության ղեկավարը եւ այլ եւ այլ։ Դուք բացառում եք, որ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ, բացառում եք, որ Իհարկե բացա, ինչ քաղաքական ենթատեքստ պետք է ունենա։ Ուզում հասկանամ, չէ, սենց ասեմ, շատ հարգանքով ենք մոտեցել ընտրություններին, շատ հարգանքով ենք մոտեցել Փարաքյալի նախկին ղեկավարին, որպես անձ եւ այլն, որևիցե անախորժություն, որևիցե քննարկում, կամ լավ է սպանությունով ասենք մենք նման իշխանություն, որը նման վայ աղջիկ ջան սուս մնա էլի գլուխս գնաց։ Հարգելիս խանգարում ես, հա լավ են անում, հեսա ես կգնամ կգաս կկան այստեղ դրանք սա հա լավ են անում, շատ լավ են անում, հարգանքներս բոլոր նրանց ովքեր բան վերջացրեցիր, բայց դու հասկանում ես, որ դու խանգարում ես հիմա բոլորին, խանգարում ես, այլ հարցեր կան։ Տեղեկությունների մեջ ինչ հարաբերությունների մեջ է եղել նա եւ ԱՄՆ-ում դեսպանությունված Նարեկ Բայց ինչ կապ ունի Նարեկ Մկրտչյանը։ Ընդհանրապես Նարեկ Մկրտչյանը նա շելով դե ասում եմ Նարեկ Մկրտչյանը ասենք ժուրդ եկել եք որտեղ ում եք ման գալիս։ Հարգելիս չգիտեմ նման լսեք նորից եմ ասում մի քիչ առաջ եմ ասել դրա մասին հազարավոր մարդիկ կան տարբեր տեղեր Փաստը այն է, որ քաղաքական որևիցե դրդապատճառ չկա ու չի կարող լինել։ Փաստը, որովհետև քաղաքական դրդապատճառը պետք է քաղաքական ինչ-որ որոշում, քաղաքական իշխանություն լինի։ Այսինքն դու ո՞նց ես պատկերացնում։ Լավ, դա աբսուրդ է դա, կրկնում եմ, ես դրա գնահատականը տվեցի Լուսինե ջան հայերեն լեզվով, ասացի, որ դա միջ անձնային հարցի շուրջ դուք բոլորդ ամենազավեշտալին են, որ բոլորդ ստեղ կանգնած, նաև հեռուստադիտողները լավ գիտեն, որ ամենայն 99% հավանականությամբ, այո, միջ անձնային նախապատմություն ունեցող, խնդիր է, հիմա դուք նույն բան ասուս մնա մի հատ։ Դուք ուզում եք խոսել, դուք ուզում եք խոսել։ Լսեք, ես ձեր բոլորի հարցերին պատասխանեցի, Նարեկ ջան, էլ չեմ դիմանում, հասկանում, ես չեմ կարող աշխատեմ աղմուկի շրջանակում։ Մարդը աղմուկ է անում, ես աղմուկի շրջանակներում չեմ կարող աշխատել։ Եթե հարցեր կունենա, էլի կգամ, երբ որ ինքը ստեղ չի լինի, եւ կպատասխանեմ։ Ինքը այսօրվա իր նյութը ապահովեց, որ ես իր հարցերին չեմ պատասխանում։ Դու ստեղ չես լինելու միշտ։ Նույնիսկ ես ստեղ միշտ չեմ լինելու, հարգելիս։ Լսուն ես վստահ մի ասա։ Երեխեք էլի դադարեցրեք, լավ, հասկացա։